Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 26։ Աստված իմ, ինչու ես թողել ինձ, հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից, ով իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։ Սաղմոս 22-րդ գլուխ 1-ից 2 խոսքեր։ Փրկչի չարչարանքները ողորմությամբ ընդունվեցին որպես մեղքի համար լիակատար բավարարում։ Թեև այդ զոհը մատուցվեց մեղավոր մարդկանց համար, Հայրը անչափ համարեց և չզզվեց դրանից մեր պատճառով։ Սա պետք է լինի մեր գոհաբանության առիթը։ Բոլոր խոնարհ և շնորհով նորոգված հոգիները պետք է լիակատար բավարարվածություն և երջանկություն գտնեն Քրիստոսի մեջ։ Նրանք, ովքեր Քրիստոսի մեջ քաղցած և ծարավ են արդարության, չեն ջանում ձեռք բերել այնպիսի բաներ, որոնք չեն կարող իսկապես բավարարել։ Նրանք, ովքեր շատ են աղոթում, շատ էլ կգոհաբանեն։ Իսկ նրանք, ովքեր դառնում են դեպի Աստված, իրենց խղճի պարտքն են համարում երկրպագել Նրան և խոնարհվել Նրա առաջ։ Թող ամեն լեզու խոստովանի, որ Նա է Տերը։ Բարձրն ու ցածրը, հարուստն ու աղքատը, ստրուկն ու ազատը, բոլորը միավորվում են Քրիստոսի մեջ։ Քանի որ մենք ինքներս չենք կարող կենդանի պահել մեր հոգիները, իմաստուն է, որ հնազանդ հավատքով մեր հոգիները հանձնենք Քրիստոսին, ով կարող է փրկել և հավիտյան կենդանի պահել։ Մի ամբողջ սերունդ պիտի ծառայի Նրան։ Աստված մինչև աշխարհի վախճանը իր եկեղեցին կունենա երկրի վրա։ Այս սերունդը կհամարվի Նրան պատկանող սերունդ, և Նա նրանց համար կլինի նույնը, ինչ եղել է իրենցից առաջ ապրածների համար։ Նրա արդարությունը, այլ ոչ թե մեր սեփականը, մենք պիտի հռչակենք որպես մեր բոլոր հույսերի հիմքը և մեր բոլոր ուրախությունների աղբյուրը։ Քրիստոսի միջոցով իրականացված փրկագնումը Տիրոջ իսկ գործն է։ Այստեղ մենք տեսնում ենք Հայր Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ազատ սերը և ողորմությունը մեր թշվառ մեղավորներիս հանդեպ։ Հենց այդ սերն ու ողորմությունն են ամեն շնորհի և ամեն մխիթարության աղբյուրը։